Լոռու մարզի Գյուլագարակ եւ Կուրթան գյուղերում իրավապահները զանգվածային խուզարկություններ են իրականացնում։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ Լոռու մարզային քննչական վարչությունում հավաք անցկացնելու կամ դրան մասնակցելուն հարկադրելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում են խուզարկություններ իրականացվում։ Ազատության տեղեկություններով Ստեփանավանի համայնքներում մասնավորապես Ուժեղ Հայաստան կուսակցության 22 աջակիցների տներ են իրավապահները խուզարկել։ Նրանք հրավիրվել են ոստիկանության բաժանմունքներ վկայի կարգավիճակով, ապա դուրս են եկել այնտեղից։ Քննչական կոմիտեի փոխանցմամբ ձերբակալվածներ չկան։ Խուզարկություններ են իրականացվել մասնավորապես Վրույր Այվազյանի, Վահե Դավթյանի, Արսեն Միկոյանի եւ Անդրանիկ Գևորգյանի բնակարաններում։ Գևորգյանը ի դեպ ընդգրկված է Ուժեղ Հայաստան կուսակցության նախընտրական ցուցակում։ Կուսակցության անդամ Գոհար Մելոյանի խոսքով իշխանությունները արդեն 4-րդ օրն է նման գործելակերպով փորձում են ճնշում գործադրել կուսակցության անդամների նկատմամբ։ Վարչական դատարանը բավարարել է Տաշիր Կապիտալ ընկերության հայցը ընդդեմ կառավարության, թույլ տալով ընկերությանը մինչև 2026 թվականի մայիսի 25-ը բանակցել եւ վաճառել Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության իր 70% բաժնեմասը։ Այս իրավիճակի վեճի պատճառն այն էր, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեռևս 2025 թվականի նոյեմբերին դադարեցրել էր հեծի լիցենզիան, ինչից հետո կառավարությունը սեփականատիրոջը առաջարկել էր 100% բաժնետոմսերը վաճառել պետությանը։ Ըստ օրենքի սեփականատերը պետք է պատասխան տար 3 ամսվա ընթացքում։ Կառավարությունը վերջնաժամկետ էր սահմանել 2026 թվականի փետրվարի 21-ը, սակայն Տաշիր Կապիտալը պաշտոնական գրությունը փոստով ստացել էր միայն փետրվարի 25-ին, այսինքն այն ժամանակ, երբ սահմանված ժամկետը արդեն սպառվել էր։ Քանի որ կառավարությունը չի ապահովել պատշաճ ժամկետում տեղեկացումը, դատարանը որոշել է երկարաձգել վաճառքի հնարավորությունը մինչև մայիսի վերջ, կանխելով բաժնետոմսերի հնարավոր հարկադիր օտարումը եւ պաշտպանելով սեփականատիրոջ իրավունքները։ Ավելի վաղ հեծի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել էր, որ կառավարությունը պատրաստվում է հեծը ճանաչել հանրային գերակաշահ եւ պետականացնել այն 100%-ով։ Ըստ Պետրոսյանի, քանի որ փետրվարի 21-ի դրությամբ փոխադարձ համաձայնությամբ գործարք տեղի չի ունեցել, կառավարությունը պետք է դիմի հարկադիր քայլերի։ Գերակաշահ ճանաչելու դեպքում պետությունը պարտավոր է վճարել ընկերության արժեքը գումարած 15% հավելավճար, սակայն սեփականատերը կարող է վիճարկել այդ գումարի չափը դատարանում։ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Նրա պաշտպանները դատարանին միջնորդություն էին ներկայացրել խափանման միջոցը փոխելու հարցով։ Դատարանն այսօր մերժել է պաշտպանների միջնորդությունը։ Գյումրիի քաղաքապետը անազատության մեջ է հոկտեմբերի 20-ից կոռուպցիոն մեղադրանքով։ Վարդան Ղուկասյանը մեղքը չի ընդունում, մեղադրանքն էլ համարում է քաղաքական հետապնդում։ Քրեական վարույթը վերաբերում է ենթադրյալ կաշառքին 4 միլիոն դրամի չափով։ Ամերիկյան պատվիրակությունը փոխնախագահ Ջեյ Վենսի գլխավորությամբ մեկնում է Իսլամաբադ Իրանի հետ բանակցությունների համար, հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա նաև հաստատել է, որ բարձր մակարդակի պատվիրակության կազմում են հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը եւ խորհրդական Ջարեդ Քուշները, որոնք տրամադրված են բանակցությունների։ Թրամփը նաև հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է անձամբ հանդիպել Իրանի ղեկավարության հետ, հիշեցնելով ԱՄՆ-ի պահանջն այն է, որ Թեհրանը պետք է հրաժարվի միջուկային զենք ձեռք բերելուց։ Թրամփը նաև սպառնացել է, որ եթե կողմերը համաձայնության չհասնեն, ինքը չի երկարաձգի Իրանի հետ հրադադարը։ Իրանը, սակայն, բանակցություններին մասնակցելու ծրագիր այս պահին չունի եւ որոշում դեռ չի կայացրել, հայտարարել է արտգործնախարարության խոսնակը։ Էսմայիլ Բաղային նաև զգուշացրել է, Հորմուզի նեղուցը չի բացվի, քանի դեռ ԱՄՆ-ն շարունակում է իրանական նավահանգիստների շրջափակումը եւ խախտում հրադադարը։ Նա նաև դժգոհել է, ԱՄՆ-ն իր վարքագծով ապացուցում է, որ լուրջ չի վերաբերվում դիվանագիտությանը։ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև ռազմական գործողությունները դադարեցվել են ապրիլի 7-ին, հրադադարի ժամկետը լրանում է ապրիլի 22-ին։ Լիբանանի ուղղությամբ իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 2387 մարդ։ Այն բանից ի վեր, երբ 6 շաբաթ առաջ բռնկվեց պատերազմը Հեզբոլահի հետ, հայտնել է Լիբանանի կառավարական մարմինը նոր թարմացված տվյալներով։ Աղետների ռիսկի կառավարման բաժինն էլ հավելել է, որ նույն ժամանակահատվածում վիրավորվել է 7600-ից ավելի մարդ։ Ուրբաթ օրվանից ուժի մեջ մտած 10-օրյա հրադադարից ի վեր իշխանությունները եւ փրկարարները դիեր են դուրս բերում շենքերի փլատակների տակից, այն շրջաններում, որոնք ենթարկվել են իսրայելական հզոր հարվածների։ Զուգահեռաբար հարվածները ոչ նախկին տեմպերով, բայց այնուամենայնիվ շարունակվում են։
Լիբանանի հարավում իսրայելական անօդաչու թռչող սարքերի հարվածների հերթական ալիքն է հասցվել, հայտնում են երկրի պետական լրատվամիջոցները։ Լիբանանյան պաշտոնական աղբյուրների տվյալներով իսրայելական հարվածը թիրախավորել է երկրի հարավում գտնվող քաղաքներից մեկը, չնայած Իսրայելի եւ իրանամետ Հեզբոլլա զինյալ խմբավորման միջև գործող 10-օրյա հրադադարին։ Պետական ազգային լրատվական գործակալությունը հայտնել է, որ իսրայելական թռչող սարքը թիրախավորել է Լիտանի գետի մերձակայքը Կակայաթ Ալ-Ջիսր քաղաքը։ Страны ОДКБ, процитированные мной цели. ՆԱՏՕ-ում տիրող ճգնաժամի պատճառով Եվրոպայում սկսել են քննարկել նոր ռազմական դաշինք ստեղծելու գաղափարը, որում կարող է ընդգրկվել նաև Ուկրաինան։ Հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀԱՊԿ խորհրդարանական ժողովի նիստում։ Попыткам их подорвать и противодействовать попыткам. Նրա խոսքով չնայած արևմտյան ուժի քաղաքականության կիրառմանը, ՀԱՊԿ-ը հավատարիմ է մնալու միջազգային իրավունքի նորմերին։ Լավրովը շեշտել է, որ Եվրասիայում սպառնալիքները զգալիորեն աճում են, ինչը կազմակերպությունից լրացուցիչ ջանքեր է պահանջում։ Նախարարը նաև անդրադարձել է Մերձավոր Արևելքի իրավիճակին, նշելով, որ Պաղեստինյան պետության ստեղծման հնարավորությունները գնալով նվազում են, իսկ այդ ճգնաժամն անխուսափելիորեն ազդելու է նաև ՀԱՊԿ տարածաշրջանի վրա։